Տերը այսօր տվել է եկեղեցուն, եկեք շատ զգայուն ու շատ լուրջ լսենք, լավ, որովհետև մեր Տերը չի ծաղրվում։ Մենք շատ պատճառաբանություններ կարանք գտնենք եւ այսպես Տիրոջ վրա այն սյունի վրա, այն ժայռի վրա չհաստատվենք։ Մեր կյանքում ամեն բան նույնը մնա, բայց Աստծո կամքը դա չէ։ Աստված երբ որ խոսում է, ուզում է փոխվի կյանքեր։ Աստված ուզում է փոխել մեր կյանքերը, ամեն։ Տերը ուզում է արմատական փոփոխություն լինի մեր կյանքում։ Ոչ թե ինչ-որ տեսանելի կերպ որոշ բաներ փոխվի, հետո անցնի որոշ ժամանակ, մենք հետ գնանք էլի նույն սովորություններին, որ այսօր շատ հավատացյալներ դրանով հենց տառապում են։ Ոգևորված, ես փոխված եմ, վերջացավ իմ կյանքը, ամեն ինչ Հիսուսինն է, անցնում է որոշ ժամանակ, տեսնում ես նույն վարքագծերը, նույն պահվածքը, նույն սովորությունները, նույն բնավորության գծերը, նույնը հետ վերադառնում է։ Ինչու՞։ Որովհետև դու ես փորձում փոխվես։ Դու չես թողում Տերը քեզ փոխի։ Դու չես խոնարհվում Տիրոջ Սուրբ Հոգուն։ Երբ որ մարդը խոնարհվեց Սուրբ Հոգուն եւ ասաց ոչ ես, այլ դու, չի կարող այդ մարդը նույն մարդը մնալ։ Աստված նրան արմատական փոխելու է, նրա կյանքը լիովին օրհնվելու է Սուրբ Հոգու ներկայության ու առաջնորդության մեջ։ Մենք ինչ ենք ուզում այս կյանքում, որ մեզ առաջնորդը լինի, ով մեզ կտանի ճշմարտության, արդարության, Աստծո օրհնություններին։ Ամեն։ Այսօր քարոզը social media-ի մեջ է, կարիք չկա դուք միանաք։ Մինչև դուք չատեք մեղք Աստծո ժողովուրդ, Աստված ձեր հետ գործ չունի։ Քանի դեռ մարդը սիրում ու փայփայում է իր եսը, իր մեղքերը, իր ցանկությունները, իր բնավորության չար գծերը, Աստված քո հետ գործ չունի։ Բայց եթե դու քեզնից հոգնել ես քո բնավորության գծերից, քո վարքագծերից, քո ապրուստից, քո ընդհանրապես կյանքից, քո ընտանեկան սկզբունքներից, դու ուրեմն ճիշտ տեղում ես գտնվում, որ այսօր այդ օրն է, որ խոստովանես ու ասես Տեր, ոչ թե ես, այլ դու, փոխիր ամեն բան, որովհետև հոգնել եմ։ Հոգնել եմ մարմնավոր սուտ հավատացյալ խաղալուց, ուզում եմ հոգևոր կյանք ապրեմ։ Հոգնել եմ սուտ քրիստոնյա անունը կրելուց, ուզում եմ իրական ճշմարիտ Քրիստոսինը լինեմ, ուզում եմ ճշմարիտ կյանք ապրեմ, որը կփառավորի Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այսօր, վաղը եւ հավիտյան։ Արմատական ուզում եմ փոխվեմ, Տեր, քանիսս ենք այստեղ պատրաստ արմատական փոխվելու, սխալ սուտ ձեռքեր չբարձրացնեք, եթե դեռ Աստծո խոսքը ձեր համար իսկապես արժեք չունի։ Եթե լսում ես ու չես կատարում, ուրեմն արժեք չունիս, եթե լսում ես ու ձգտում ես կատարելու, խոնարեցնում ես քո անձը կատարելու, ուրեմն արժեք ունի։ Ուրեմն այն ժամանակ ձեռքդ բարձրացու ասա Տեր, ահա ես պատրաստ եմ, փոխիր իմ անձը։ Ամեն։ Այսօր Տերը զգայուն շատ խորը խոսք է տվել եկեղեցուն, եւ ոչ միայն եկեղեցուն, բոլոր մեզ դիտողներին։ Գիտեք, մենք որոշել էինք, որ social media քարոզները չդրվի։ Անկեղծ ասած, ես ուրախացել էի, որ social media, այլևս ես այնտեղ չեմ քարոզելու։ Բայց Սուրբ Հոգին դարձյալ խոսած ասեց, անցած շաբաթ, երբ որ կանգնացրեց Տերը, ես ուրախացա։ Այս շաբաթ, երբ որ Սուրբ Հոգին ցույց տվեց մեզ, թե այդ social media-ով քանի ընտանիքներ եկան եկեղեցի, իհարկե այսօր շատերը քաղաքից դուրս են, մեր եկեղեցու անդամները, ոմանք էլ փորձությունների մեջ են, բայց Տերը ցույց տվեց, որ ինչքան մարդկանց սրտերի հետ է խոսում այս խոսքով, ես պարզապես խոնարհվեցի եւ ասացի Տեր, ոնց դու կասես, ոնց դու կառաջնորդես, ոնց դու ինձ ցույց կտաս դա է ճիշտ անելը, ես պատրաստ եմ դա անեմ։ Որովհետեւ իմ որոշումները իմ կարծիքով առաջնորդվելը շատ է ինձ փչացրել, շեղել ճշմարտությունից, բայց երբ մենք ականջ ենք տալիս Սուրբ Հոգու ձայնին եւ խոնարհվում ենք նրա առաջնորդությանը, ամեն ջարդված բաներ,
ամեն փչացած իրավիճակներ նա կարող է սարքել ու կառուցել Հիսուսի անունով։ Ամեն։ Պատրաստ եք այսօր խոսքը լսելու, ձեռքեր եմ ուզում տեսնեմ։ Իսկ պատրաստ եք այդ խոսքը ապրելու, կյանք դարձնելու։ Սա ավելի կարևոր էր ձեռքեր բարձրանալ, քան այն առաջինը։ Ամեն։ Մարդկության ստեղծագործությունից, ուշադիր լսեք, մարդկության ստեղծագործությունից Սատանա երբ մարդկությանը գցեց մեղքի մեջ, մարդը արդեն ընկավ։ Դա կլինի Ադամ Եվայի միջոցով, թե ինչ մարդկությունը արդեն մեղքը ժառանգեց, մեղքից սկսեց ծնվել։ Սատանայի համար առաջին մարտահրավերը ուղղված եղավ մեկ կարևոր բանի վրա, ընտանիքներ քանդելու վրա։ Մարդկությանը գցել է, արդեն մեղքը ծնվում է մարդկանց մեջից, երբ մարդը ծնվում է, հիմա նրա համար առաջին նպատակը որոշումը մեկ բան է, քանդեմ ընտանիքներ։ Ինչու՞։ Որտև հենց սկզբից, երբ Աստված ստեղծեց Ադամը եւ Եվան, նա ստեղծեց ընտանիք, առողջ ընտանիք, օրհնեց այդ ընտանիքը։ Հիշում եք, երբ որ նրանց ասաց ամբողջ այս պարտեզի ամբողջ պտուղներից կարող եք օգտվեք, այսինքն տիրեք, վայելեք, ապրեք կյանքը, մահ չկա, ոչ մի չարիք չկա։ Միայն այն մեջտեղում տնկված այն պտուղը, այն ծառի պտուղը չդիպչեք, դա չարից է։ Եթե մարդը հենց այդ պահին, այդ արգելվածին երկրորդ անգամ հայացք չտար, չնայեր ու չփայփայեր, մարդկությունը ընտանիք ստեղծված այդ մարդկությունը, ինչ որ Աստված ստեղծել էր, օրհնված էր լինելու։ Չէր լինելու այդտեղ վիշտ, ցավ, լաց, մտահոգություն, վախեր, անհանգստություններ չկար Ադամի եւ Եվայի մոտ, բայց այն վայրկյանը, երբ որ Եվան երկու անգամ ավել նայեց արգելվածին, մարդկությունը ընկավ եւ առաջի բանը, որ նա փորձեց անի Սատանան, փչացնի այդ ընտանիքը։ Ինչ արեց։ Ադամն ու Եվան դարձան իրար թշնամի, մեկը մեկին սկսեցին մեղադրել, Եվան ասաց, որովհետև Ադամը տեղում չէր դրա համար, Ադամը այնտեղ շուռ եկավ, ասաց, Եվան, այդ կնիկը, որ դու ես ինձ տվետեր, դա ինձի խաբեց։ Հետո մեղադրեցին Սատանային, հետո ինչ եղավ, երեխաներ ունեցան, երեխաները մեկը մեկին սկսեցին նախանձել ու մրցակցել, հետո ինչ եղավ, Կայենը սպանեց Աբելին, փչացավ որակը ընտանիքի, այնինչ որ Աստված օրհնված էր ստեղծել։ Այսօր Սատանայի համար առաջի մարտահրավերը ուղղված է ընտանիքների վրա։ Տղամարդիկ ուշադիր լսեք, ուղղված է ընտանիքների վրա։ Ինչու ասացի տղամարդիկ ուշադիր լսեք, որովհետև սովորելով Ադամի եւ Եվայի բաց թողումներից, տղամարդը տեղում չէր, որ կինը մեղք գործեց։ Տղամարդուն է Աստված կանչել ընտանիքի գլուխը, ոչ թե կնոջը։ Իհարկե հիմա շիֆտ է եղած, մի տեսակ ոնց որ կանայք տան գլուխը դարձած լինեն, կանայք ավելի տղամարդու գործ անեն, բայց սա Աստծո կամքը չէ։ Կինը տկար անոթ է, կնոջը պետք է պաշտպանի տղամարդը եւ ոչ թե կինը պաշտպանի տղամարդուն։ Կինը պետք է օգնի տղամարդուն, բայց տղամարդն է գլուխը տան, տղամարդու խոսքը պետք է անցնի տան մեջ, այն տղամարդու, ով իր գլուխն էլ Աստված է։ Սատանան մարտահրավեր ուղիղ ընտանիքների վրա եւ նրա միակ նպատակը, միակ ուզածը մեկ բան է՝ փչացնի, ավիրի, քանդի, ոչնչացնի ընտանիքներ։ Առաջի բանը, որ նա անում է Սատանան, բերում է զույգերի միջև, այսինքն ամուսինների միջև անհասկացողություն։ Դա կլինի որևէ թեմայի շուրջ, կամ իրավիճակի, կամ որևէ մի որոշման, կամ
արարքի մեջ, որևէ մի բանի մեջ առաջի բանը, որ սատանան անում է, բերում է անհասկացողություն ամուսինների մեջ։ Իսկ եթե սկսեց անհասկացողությունը, իրար սկսեցին չհասկանալ, դրանից ծնվում է մեղադրանքը, սկսում են միմյանց մեղադրել, երբ որ մի բան սխալ է լինում ընտանիքում, սկսում են իրար վրա գցել։ Նման բան եմ ասում Ադամի Եվայի առաջի հենց իրավիճակից, սկսում են միմյանց մեղադրել, իսկ երբ որ սկսում են միմյանց մեղադրել, այն ժամանակ դրան հաջորդում է վիրավորանքը։ Կինը վիրավորվեց, անպատճառ իր սրտում այդ վիրավորանք եղավ, ինքը պիտի մոռ հանի։ Տղամարդը վիրավորվեց, հիշում անցյալի բաներ ու սկսում է նա իր վրեժխնդրությունը անել եւ վիրավորանքից ինչն է ծնվում անարգանքը, հարգանք միմյանց հանդեպ փչանում է։ Երբ որ անարգանքը ծնվեց, կամանց սառչում է սերը եւ սկսում են միմյանց ատել։ Իսկ եթե իրար ատեցին, դա ուր է տանում բաժանման։ Իսկ եթե զույգերը բաժանվեցին, քանդված ընտանիք, կապ չունի որքան լավ են իրար հետ, հետո հիմա մոդա է, չէ, ամուսինները բաժանվում են ու ասում են մենք լավ ընկերներ ենք իրար, այդ որ լավ ընկերներ կարայի կլնեիք, ինչի այդ ուխտը քանդեցիք, ընկեր պետք չի լինես, բայց եթե այդ իրավիճակը գալիս է, ինչ է լինում, քանդված ընտանիք։ Աստծո ժողովուրդ, այս խոսքերը միգուցե շատերին ցավացնի, խնդրելու եմ ձեզ անձնական վերցրեք ու սրանից բան սովորեք ապագայի համար կամ որևէ իրավիճակի համար, լավ, որովհետև ես խոսելու եմ այն, ինչ Սուրբ Հոգին ինձ տալիս է։ Ես չեմ շողոքորթելու, ծածկելու, փապկացնելու, որովհետև գիտեմ ոմանք բաժանված են, հանկարծ չվիրավորեմ, ես չեմ կարող դա անել։ Գիտեք, մենք պետք է կառուցվենք։ Մենք պետք է հասկանանք իրականում մեր թշնամին ով է։ Ցավոք սրտի ընտանիքներում ամուսինը տենում է կնոջը թշնամի, կինը տենում է ամուսնուն թշնամի, բայց իրականում դա չի մեր թշնամին։ Մենք Միսիա Վայրյան հետ չենք պատերազմում։ Մենք պատերազմում ենք շատ լուրջ թշնամու դեմ, որը սատանան է, որը անտեսանելի է։ Ոնց կգա, ոնց կխաբի, ոնց կգործի, մենք դա չենք տենում։ Ընդամենը մենք տենում ենք մեր առջևում մարդ եւ այդ մարդն է դառնում մեր թշնամին, բայց իրականում մարդը չի մեր թշնամին։ Մեր թշնամին սատանան է։ Ամեն։ Երբ որ քանդվեց ընտանիքը, երեխաներն են փչանում։ Այն երեխաները, որ իրենց տան մեջ հաստատված չեն, այսօր ամբողջ աշխարհում ավազակություն, ամեն տեսակ վատ վարքերը, թմրամոլություն, ամեն վատ բաները գալիս է ջարդված ընտանիքներից։ Երբ որ հայրը տեղում չի լինում, երբ որ մայրը տեղում չի լինում, այդ երեխաները այլ տեղ են փնտրում սեր, ուշադրություն, այլ տեղ են փնտրում իրենց անձերը ուրախացնեն եւ այդտեղ թշնամին շատ գեղեցիկ, օծի կերպարով ներխուժում է եւ սկսում է խաբել նրանց։ Այն ժամանակ ծնողները ուզում են մի բան անեն, ուշ ես մնացել։ Երբ դեռ քո հսկողության տակ է, այդ ժամանակ օրինակ ծառայի, ճիշտ ընտանիք եղի, որպեսզի երեխեքը չփչանան։ Աստծո ժողովուրդ, ես սա շատ համարձակ եմ խոսում, որովհետև մենք ինքներս եղել ենք այդ ջարդված ընտանիքը։ Ես շատ համարձակ եմ խոսում, որովհետև ես չեմ փորձում ինչ որ հասցե մեկին ուղված մի քարոզ տամ։ Այս քարոզը իմն էր ժամանակին։ Եվ Աստված բժշկեց, եւ Աստված սարքեց ու կառուցեց, երբ որ մենք խոնարհվեցինք եւ մեր ականջը տվեցինք Աստծո ձայնին։ Այն ժամանակ Տերը ասեց. «Այ հիմա ես կարող եմ սարքել ձեր ջարդած ընտանիքը»։ Գիտեք, այստեղ հարցումը այն չէ, թե ով է ճիշտ, ով սխալ։ Որովհետև որքան էլ տղամարդը ճիշտ լինի, կամ ասեմ կինը ճիշտ լինի, առանց Տիրոջ շնորհքի մեր ճիշտը կարող է թշնամություն ծնի։ Մեր ճշմարտությունը պետք է հաստատված լինի Տիրոջ շնորհքով, սիրով եւ ողորմությամբ։ Ես կարամ դնեմ իմ ճիշտը ապացուցեմ, հա?
իմ ամուսնուն, ասենք, ես իմ վրա եմ օրինակը բերում, ճշտով դնեմ բանապացուցեմ ամուսնուս, դա շինություն չբերի, դա թշնամանք բերի ու ես իրան ջարդեմ, ինքը իրան հաստատուն չզգա եւ դա բերի մեր մեջ բաժանում։ Դա չի Աստված ուզում։ Հիսուսը երբ որ եկավ աշխարհ, չեկավ ճիշտ ու սխալ հարց լուծելու։ Հիսուս եկավ ասես չեմ եկել դատելու, եկել եմ փրկելու։ Իսկ ո՞նց էր նա փրկում, մեղքը իր վրա առնելով։ Կանայք եւ տղամարդիկ, բաներ կա մեղք առեք ձեր վրա, սխալ երևացեք, բայց փրկեք ձեր ընտանիքները։ Սխալ երևա, բան չի լինի քեզ, որովհետեւ եթե դու նայում ես այդ կնոջը որպես օտարի աղջիկ քո տան մեջ, դու ճիշտը ապացուցի, բայց եթե նայում ես դա քո կեսն է, նրա սխալը քո սխալն է, նրա ճիշտը քո ճիշտն է, ուրեմն պայքարի ու պատերազմի քո ընտանիքի համար, որովհետեւ ջարդված, փչացած վիճակում ընտանիքը կկործանի ձեր երեխաներին։ Այստեղ ճիշտ ու սխալի հարցը չէ, այստեղ վտանգը նրանում է, որ թշնամին ունի նպատակ։ Եվ այսօր բարձրաձայնում եմ բոլոր մեզ դիտողներին եւ եկեղեցուն, թշնամին ունի նպատակ։ Եվ նրա նպատակը մեկ բան է՝ փչացնել, կործանել ընտանիքդ։ Ցավոք սրտի, սա իրական է եւ իրականանում է, որովհետեւ նա վարպետ է դրա մեջ։ Այսօրվա քարոզս այն ինչ որ Տերը սրտումս դրել է կընդգծի, թե ինչպիսին պետք է ընտանիքը լինի ըստ Աստվածաշնչյան մոդելի։ Եվ պետք է ընտանիքում ամեն մեկը իր դերը հաստատված լինի ամուր հիմքի վրա, եթե ոչ, գիտեք, ոմանք մտածում են ամուսնանալու եմ ամեն բան սենց գեղեցիկ, լալա լուլու կյանքա լինելու իմ համար ամուսնացել եմ, խապված եք, փորձություններն ու փորձանքները միշտ գալու են, քանի դեռ ապրում ենք այս ընկած աշխարհի վրա, փորձությունները միշտ գալու են, թե տղամարդուն փորձելու, թե կնոջը փորձելու, թե երեխաներին փորձելու, եթե մենք հաստատված չեղանք Աստծո խոսքի վրա, եթե մեր այս տներում մենք անձնական տուն որպես նայեք, հա, տաճարներ ենք ամեն մեկը Սուրբ Հոգու, եթե այստեղ Սուրբ Հոգի չբնակվեց եւ Տիրոջ խոսքը մեզ չաճեցրեց, այդ ընտանիքի հիմքը, թույլ տվեք ասեմ, ոչ կայուն հիմք է։ Սաղմոս 127-րդ գլխում առաջի համարում Դավիթ թագավորը նկարագրում է իր որդուն Սողոմոնի, սա աստվածաբանները տարբեր ձևով են ասում, ով է գրեով չի գրե, բայց ես հավատում եմ, որ Դավիթը հենց սա հորդոր էր իր որդուն Սողոմոնին ասելով այս խոսքերը։ Նրան նա փորձում էր ասել, որ ամեն հաջողություն Աստվածանից է, եկեք ասենք ամեն։ Հիշեք, ամեն բարի բան Աստծուց է մեզ տրված, Աստված չարը չի տալի և Աստված չարով մեզ չի փորձում, մենք մեր չար ցանկությունների պատճառով ենք չարից փորձվում, մենք ենք դուռ բացում, ասում թշնամի փորձիր ինձ, Աստված մեզ չարով չի փորձում, Աստված եթե կատարյալ սեր ու բարիություն է, ինչպես կարող է չարով փորձել, ոչ, Աստված չարով չի փորձում, պատմություններ կան, որ բերում են առջևս ասում են, բա ոնց Աստված թույլ տվեց Հոբին Էսելեն, Աստված չարով չի փորձում, վերջացավ, ավարտվեց այդ խոսքը, Աստված բարի է, եւ Աստված ինչ որ անում է ի օգուտ ինձ ու քեզ, ամեն։ Եվ այս Սաղմոսի մեջ Դավիթը առաջի համարում այս խոսքերն է ասում է, եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինողները։ Գիտեք, ոչ միայն այս հատվածը վերագրենք անձնական Սուրբ Հոգու տաճար որպես այս շինությանը, կամ ոչ էլ եկեղեցու շինությանը, այլ միևնույն ժամանակ եկեք այս խոսքերը վերագրենք մեր ընտանիքի շինությանը, մեր տան շինությանը, ամեն, որտեղ Աստծո խոսքը ամեն կողմից Աստված կարող է օգտագործել իր փառքի համար, ամեն, ստեղ պարզ Դավիթը ասում է, եթե տան հիմքը, լսեք, ովքեր են ստեղ շենքեր, տներ, շինող, սարքող, որ մոտարապես են գաղափար ունեք, հա, լավա, ուրեմն նայեք,
տան հիմքը գծվելուց առաջ տունը շինելուց առաջ ամենակարևորը հիմքն է, չէ՞, որ հիմքը ամուր լինի։ Ես հիմա մի օրինակ կտամ, կհասկանաք։ Իմ տունը սարի վրա է, սարը այսպես է մեր, իսկ տունը դրա վրա է կառուցված։ Երբ որ տունը նոր առանք, Արմանը արագ տունը սկսեց շինել եւ շատ գեղեցիկ, շատ սիրուն շինվեց։ Անցավ 1 ամիս, քայլում ենք, զալում քայլում եմ, զգում եմ ճոճվում է տունը։ Ասում եմ Արման ձայն է գալի գետնի տակից, մի բան այն չի։ Հետո հասկացանք, մենք տունը շինել ենք այդ սարի հողի վրա։ Այսինքն հիմքը ամուր գծված չի եղել, հիմքը ինչ են ասում ցեմենտ գծված չի եղել, տունը խաղում էր իր տեղից, ուրեմն այդքան ծախսը, այդքան գործերը, 1 տարի սպասելը, որ այդ տունը վերջանա, հիմա Արմանս մի օր եկավ եւ ասեց տունը քանդում ենք։ Ինչու տունը ճիշտ շինած չի, երկրաշարժ լինի, սաղս կընկնենք այդ փոսը, այդ սարի մեջ։ Եվ տունը քանդեցին, եւ թազա շինեցին, հիմք գցեցին, ավելի ամուր սարքեցին։ Հիմա թռնենք, ինչ անենք, այդ տունը արդեն ամուր է, որտեղ հիմքն է ամուր։ Փորձեք հասկանաք ինչ եմ ասում։ Եթե մեր ընտանիքները հիմքը ամուր գցած չլինի, տղամարդիկ մի օր ձեր առջև գալու է ավելի գեղեցիկ կին։ Կանայք ձեր առջև մի օր գալու է ավելի հմայիչ տղամարդ։ Եթե քո հիմքդ Քրիստոսը չեղավ, դու շարժվելու ես քո տեղից։ Քո ընտանիքը մի օր խաղալու է։ Մի օր սենց այնքան կխաղա, մինչև կջարդվի։ Դրա համար այսօր այս խոսքը, որ Սուրբ Հոգին տվել է, թույլ տանք, որ մեր հիմքը Քրիստոսը լինի։ Քրիստոսը խորհուրդն է ժայռի։ Երբ որ մենք մեր տունը շինում ենք ավազի վրա, փոթորիկները, ջրերը, քամիները կգան, այդ ավազը խախտվում է, չէ, տեղից խաղում է։ Այդ տունը վերջ թե առաջ տեղից շարժվելու է։ Բայց եթե մենք ժայռի վրա գծված այդ հիմքի վրա ենք կառուցում մեր տունը, તો փոթորիկ էլ, ինչ էլ որ գա, մեզ այդ ժայռի վրա չի կարող դիպչի, որտեղ մենք ամուր է մեր հիմքը, ամեն։ Եվ ընտանիքը Աստծո կողմից սահմանված հիմնարար նկարագրությունն է Աստծո եւ մարդկանց միջև հարաբերության։ Դրա համար Աստված ընտանիք ստեղծեց երկրի վրա, որ մենք հասկանանք այդ հրաշալի խորհուրդը, իմաստը, հա, ինչ է ընտանիքը։ Աստված թույլ տվեց մենք երեխաներ ունենանք, որ հասկանանք հայր եւ որդի հարաբերությունը, ծնող եւ երեխա հարաբերությունը, եւ այդ սիրով Աստված սիրում է մեզ, մենք իր համար դարձանք որդիներ, ամեն։ Մի ժամանակ մենք բոլորս թափառական էինք, մի ժամանակ մենք սկի ժողովուրդ չէինք, հեթանոսներ, կրապաշներ, կրակապաշներ, հա, հայերս, մեր մասին է խոսքը, սկի նորմալ մարդ չէինք, կախարդության բռնված ժողովուրդ, Աստված մեզ որդեգրեց, որպես իր որդիներ, իր անուշ այցելությամբ մենք ընդունեցինք քրիստոնեությունը եւ եթե սա ընտանիք չդարձավ, ապա ինչ է, մենք դարձանք Աստծո ընտանիքը եւ Աստված անձնական ընտանիքներ մեզ տվեց, որ ամեն ժամանակ ինչպես մենք կդողանք մեր ընտանիքների վրա, մենք խորհուրդը հասկանանք երկնային մեր Աստծո, ամեն։ Եփեսացիս 1:5-ում ասում է մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդիներ լինենք Հիսուս Քրիստոսի ձեռովը իր կամքի հաճության պես։ Այո, մենք Աստծո որդիներն ենք այսօր, մենք Աստծո զավակներն ենք եւ նա այնքան է մեզ սիրում, որ այսօր մեզ խրատում է, որ արթնանանք եւ ուշադիր լինենք մենք մեր հոգեվոր ընթացքի նկատմամբ։ Գիտեք, շատ անգամ մարդը մեղ գործում է եւ մտածում է, որտեվ Աստված լուռ է, չի պատժում ինձ, ոչ մի բան վատ չի լինում իմ կյանքում, մտածում է Աստվածը իրան նման է, օքեյ է այդ իրավիճակին։ Աստված ասում է,
ես լուր մնացի եւ դու կարծեցիր ես քո նման եմ, Տիրոջ լռությունը մեկ պատճառի համար է, որ արթնանանք, զղջանք, ապաշխարենք եւ ենթառնանք իրեն։ Եվ այսպես շատ համարներով ես կարող եմ հաստատել Աստծո ժողովուրդ ջան, որ Աստված ընտանիքը ստեղծեց որպես խորհուրդը, որպես իմաստը երկնային ընտանիքի։ Ինչպես հին կտակարանում մենք տեսնում ենք, որ Աստված համարվում էր որպես Իսրայել ժողովրդի ամուսինը, հա, Իսրայել ժողովուրդը իր կիններ եւ ինքը ամուսինը խորհուրդներով։ Ես հիմա համարներ կտամ, չեմ ընթերցելու բոլորը, որտեվ շատ երկար կտևի, կարող եք դուք գրել, հետո գնալ տուն ընթերցել։ Եզեկիել 16:14, Երեմիա 31:32, Եզեկիել 16:59-60, Եսայա 54:5 համարը, Ովսե 2:7 համարը։ Այս համարներում դուք կտենաք, որ խորհուրդը հին կտակարանի, որ Աստված համարվում էր ամուսինը Իսրայել ժողովրդի եւ Իսրայել ժողովուրդը իր կիններ։ Իսկ գամ նոր կտակարան։ Նոր կտակարանում Հիսուս ինքը իրան ներկայացեց ժողովրդին առակներով, խոսքերով, պատմություններով, ասելով ինքն է Փեսան եւ եկեղեցին իր հարսն է։ Աստված շատ է կարևորում սրբությունը եւ այդ միությունը ամուսնու եւ կնոջ միջև։ Եվ այսօր հենց դա է Տերը մեզի ուզում բացի խորհուրդը։ Ընտանիքը ամուր չի լինի, եթե ամուսինների մեջ չկա հաստատություն, միություն Աստծո խոսքի համաձայն։ Շատերը միգուցե չբաժանվեն, մնան իրար հետ, շատերը հայ ընտանիքներում միգուցե չբաժանվեն ամոթի շնորհիվ, ծնողների արգելքի շնորհիվ, մի խոսքով ինչ որ, բայց իրականում իրենց տունը արդեն իսկ ճեղքված ու բաժանված լինի։ Իրար հետ կապրեն, բայց ջարդված ընտանիքում կապրեն, որովհետև տղամարդը տեղում չի։ Տղամարդիկ որպես գլուխը տան, ձեզանից ամեն բան է կախված։ Ես կխնդրեմ նայեք այս նկարին։ Քրիստոս Աստված է, երկրորդը տղամարդն է։ Տենում եք ով է պաշտպանում ընտանիքը, ուրեմն Քրիստոսն է, ամուսինն է, երկրորդը կինն է եւ կինը դրանից հետո երեխան, բայց այնտեղ ինչ է գրում։ Քրիստոսը երբ որ տան գլուխն է, հա, biblical order of the family, այսինքն Աստծո խոսքը պետք է այդ ընտանիքում պաշտպանությունը լինի։ Իսկ երկրորդը տղամարդուն ինչ ասում, ասում է պաշտպանիր ընտանիքդ, առաջնորդիր ընտանիքը, տղամարդը պետք է առաջնորդի։ Կնոջը ինչ է ասում, հոգտար, կինն է, որ տղամարդը տուն մտավ, պետք է տան մեջ բերի խաղաղություն, comfort, եւ կինն է, որ պետք է սովորեցնի իր երեխուն, դաստիարակի իր երեխուն։ Հիմա ինչ ենք հասկանում, երեխաներին է պատվիրում է, սիրեք ձեր ծնողներին եւ պատվեք ձեր ծնողներին։ Աստծո ժողովուրդ, սա խախտված է իր տեղից։ Դրա համար այսօր շատ ընտանիքներ քանդված է։ Եվ եթե տեսանելի կերպով բաժանված չեն, բայց քանդված է։ Եվ այսօր բարի լուր ունեմ հայտնելու բոլորիդ։ Աստված կարող է ամեն կոտրված, քանդված, փչացած իրավիճակ բժշկել եւ կառուցել։ Մեզանից պահանջվում է մեկ բան՝ խոնարհվել Տիրոջը։ Նոր կտակարանում Հիսուս երբ որ ասաց իրան ներկայացեց, որ ինքն է Փեսան, հարսը եկեղեցին է։ Մատթեոս 25:1 մինչև 13 համարը մենք տեսնում ենք դա կույսերի առակից։ 10 կույսերը պատրաստվում էին Փեսայի վերադարձին, որ Փեսայի հարսանիքը պետք է միասին տոնեն։ Եվ Հայտնություն 19:7 համարում ասում է. խնդանք ու ուրախ լինենք եւ փառքը տանք նրան, որ եկավ գառի հարսանիքը եւ նրա կինը պատրաստեց իրան։ Սա խոսում է Հիսուսի հարսանիք։ Հիսուս ինչ ասաց մի առակով, ասաց հայրը ասաց գնացեք եւ հրավիրեք բոլորին իմ որդու հարսանիքին։ Սա հոգևոր եմ խոսում աստվածաշնչային։ Գնացեք եւ հրավիրեք բոլորին իմ որդուս հարսանիքին։ Եվ գնացին ու բաժանեցին հրավիրատոմսերը։
ամեն մեկը մի մահանա գտավ, մեկը ասեց բիզնեսս, մեկը ասեց ամուսնանում եմ, մեկը այս գործն ունեմ, են գործ ունեմ, մի խոսքով մերժեցին Աստծո հրավերքը։ Փառք Տիրոջը, որ ասեց դե հիմա գնացեք իչքան կաղ, թոփալ, հիվանդ, այն ավելցուկ, թափառական կա, գնացեք դրանց հրավիրեք։ Դա մենք էինք հեթանոց ժողովուրդս։ Եվ այսօր մենք ընդունեցինք այդ հրավերքը։ Եվ մենք այսօր համաձայնվեցինք, որ ներկա լինենք, մտնենք այդ խնջույքին, որը երկնային Որդու Քրիստոսի հարսանիքն է լինելու։ Ամբողջ աշխարհը պատրաստվում է, մենք է հարսանիք ունեցանք, շուտով է Աստծո կամքով տղաներիս կամուսնացնեմ, մենք էլ պատրաստվեցինք հարսանիքի։ 1 տարի ամեն օր պատրաստվում էինք, որ ամեն բան ընտիր լինի, մենք մեր տեղում ելնենք, լավ երևա, ամեն ինչը լավ լինի։ Աստծո ժողովուրդ, առավել ևս մենք պետք է պատրաստվենք երկնային հարսանիքին, որը Քրիստոսի հարսանիքն է։ Իսկ ո՞նց ենք մենք պատրաստվում դրան։ Կարևորելով Աստծո խոսքը։ Եթե Աստծո խոսքը քո համար կարևոր չի, արժեք չունի, գիտես ում նման կլինես։ Այն մարդու, որ առանց հանդերձների մտավ հարսանիք։ Ասին դու ստեղ ինչ գործ ունես, հանեցին ու դուր շպրտեցին նրան։ Աստծո խոսքն է, որ մեզ մաքրում է եւ հագցնում է խոնարհությունը, ինչով մենք կարող ենք մտնել այդ հարսանիքի վայրը։ Եթե մենք չունենք ականջ լսելու, չունենք մեր անձերը ճնշելու մեր ցանկությունները եւ խոնարհվելու Տիրոջ խոսքին, որտեղ Հիսուսը մի գեղեցիկ օրինակ թողեց մեզ, ասում է Հիսուսը իր անձը խոնարհեցնում էր Աստծո խոսքին, խոնարհեցնում էր հոր խոսքին։ Քանիսս ենք այսօր այստեղ կանգնած, կարող ենք վստահ ձեռ բարձրացնել ու ասել ամեն օր ես իմ անձը բաներ կա, որ խոնարհեցնում եմ Աստծո խոսքին, որպեսզի Աստծուն հաճո լինեմ։ Շատ քչերը։ Այսօր քույրս մի բան խոսք տվեց, որ իսկապես ցավեցնող էր, բայց փառք Հիսուսին դրա համար։ Ասաց այս եկեղեցին trendy եկեղեցի չի, այս եկեղեցին մոդայիկ եկեղեցի չի, որ ինչպես աշխարհում ապրես եկեղեցում է նույն ձև ապրես, այնքան որ John 3:16-ից լինես։ Ոչ։ Մենք մերժում ենք մեղքը, մենք չենք հանդուրժում մեղքը, մենք մեղավոր եկել ենք, բայց մեղավոր չենք ուզում մնանք։ Մենք ուզում ենք սարքվենք, մաքրվենք, սրբանանք Տիրոջ ձեռքերին, որտեղ Տիրոջ գալը ակնթարթում կարող է լինել։ Մենք չգիտենք Հիսուս երբ է գալի երկրորդ անգամ, բայց որ նրա գալը շատ մոտ է ըստ Աստծո խոսքի ու նշանների, դա հաստատ գիտենք։ Մասնավորապես ընտանիք հասկացողությունը դա առաջնակարգ ուշադիր լսեք միջուկային ընտանիքն է, ինչի նկատի ունեմ, ամուսին, կին, երեխա, ստեղ չկա կեսուր, կեսրար, զոնքաջ, աներ, հորքուր, մորքուր, քեռի, հորեղբայր, չկա, առաջնային ընտանիքը, որ Աստված ստեղծել է, ամուսին, կին, երեխաներ, փակվում է այդտեղ դուռը։ Աստծո ժողովուրդ ջան, սա է Աստծո կողմից սահմանված հիմնարար ընտանիքը։ Դրա համար երեխաները երբ անչափահաս են, դեռ իրենց ծնողի ծածկոցի տակ են, դեռ իրենց ծնողների առաստաղի տակ են բնակվում, դեռ ամուսնացած չեն, Աստված պատվիրում է երեխաներին ասելով պատվիր հայրդ եւ մայրդ։ Բայց երբ որ երեխան մեծանում է եւ չափահաս է դառնում, արդեն ինքը որոշում է կայացնում, որ պետք է ամուսնանա, այստեղ մեկ այլ բան է Տերը պատվիրում։ Այն չէ, որ մեծացար մի պատվիր հայրդ մայրդ, դա պատվիրան է տրված, բայց այստեղ ուրիշ բան է պատվիրում։ Ու պատվիրում է ոչ թե կնոջը, այլ տղամարդուն։ Ասում է հիմա տղաս, թող քո հայրդ ու մայրդ ու գնա կնոջդ հետ մեկ դառի։ Գիտեք ինչու, Աստծո ժողովուրդ, եթե մենք դեռ դարձյալ լսենք տղամարդը, եթե դարձյալ լսի իր ծնողի խորհուրդները, ինչպես ընտանիք կառուցի, ինքը իր կնոջ հետ մեկ չի կարող լինի։ Կին ու ամուսին են միասին իրենց ընտանիքը կառուցելու, ոչ թե սրաները նկատի ունեմ ծնողների կարծիքով, այլ Աստծո խոսքով։ Այդ ժամանակ այդ ընտանիքը ամուր է լինում, ամեն։
նորաստեղծ ընտանիքի մոդելը էլի եմ կրկնում նաև, որ տղամարդու եւ կնոջ միջև կնքված ուխտը եւ նրանցից ծնված երեխաները, դա է ընտանիքը։ Ճիշտ է, շատ են կողքից բարեկամներ ասում, we're family, we're not family. My family is my husband, me and my children. Մենք հարազատ ենք։ Իմ քուրս, իմ հարազատները, եղբայրս, նրանք իմ հարազատներն են, արունակից հարազատ են, բայց իմ ընտանիքը չեն։ Այն ինչ որ իմ ընտանիքում կկատարվի, դա մնում է իմ ամուսնու եւ իմ երեխաների միջև։ Դրա համար ծնողները շատ պետք է քիչ չկողենք մեր ընտանիքների մեջ, մեր երեխաների, որպեսզի չփչացնենք։ Ուզենք չուզենք կփչացնենք մեր սխալ խորհուրդներով։ Այսօր շատ ընտանիքներ ջարդում է, որտեղ ծնողները ուզում են ամեն ինչ իմանան, կամ քույրերը, եղբայրները ամեն ինչ իմանան, չի կարելի։ Ամուսինները պետք է թողենք իրանք իրար ճանաչեն ու աճեն ու այդ ընտանիքը ամուր տեղ դառնա։ Եթե ընտանիքը ամուսինների միջև առողջ չեղավ, սրա նրա կարծիքները փչացնելու է, որտեղ սրա նրան այդ հողն են, ինչի վրա կառուցված է ընտանիքը։ Եթե ամուսինները կարիք ունեն խորհրդի, անպատճառ կեթան մեծերի ծնողների խորհուրդը կհարցնեն։ Բայց եթե չկա, թույլ տվեք, թող իրանք սարքվեն Տիրոջ ձեռքերում։ Իհարկե ես սա խոսում եմ ամուսին, ով Տիրոջն է հետևում։ Գիտեք, երբ որ իմ եւ Արմանի կյանքը մենք ամուսնացանք, շատ խորհուրդներ կար ու շատ էին միջամտում մեր որոշումների մեջ։ Ես ընդհանրապես լեզու չունեի, ասեի Արմանը ինչ գործ ոնց անի, ինչ անի, ես ընդհանրապես չկայի։ Սա խորհուրդ էին տալի, բոլորի խորհուրդները լսում էր, բայց ես այդտեղ չկայի։ Գիտեք ինչ վիճակ էր իմ ընտանիքում քանդված, որտեվ կինը ոչ մի դեր չէր խաղում այդ ընտանիքում։ Ես երբեք այդ սխալը թույլ չեմ տա իմ երեխաներին, մանավանդ որդիներիս։ Անկեղծ ասած, ես նաև դա սովորեցի իմ խնամիներից, տեսնելով իրանց այդ գեղեցիկ առաջնորդությունը իրանց տղաներին, ամուր ընտանիքներ են, որտեվ իրանք միայն հասնում ու անում են այն ժամանակ, երբ որ երեխաները կարիք ունեն, չեն միջամտում ու խառնում, եւ սա գեղեցիկ է, սա է ճիշտ երեխեք։ Ես բոլորից բան ունեմ սովորելու։ Ես բոլորից լավ գծեր ունեմ սովորելու, Աստծո ժողովուրդ ջան։ Ես չեմ ամանչում դա բարձրաձայնեմ։ Ամեն մեկը իմ համար միտեղ մի օրինակելի մի անձեք, որ ես խաղում եմ դրանից։ Եվ ես ասում եմ, խաղել եմ իրանցից։ Վաղը ես ունեմ տղաներ։ Եվ իմ տղաները ամուսնանալու են։ Մինչ իրենք ամուսնանան, իհարկե ծնողի հսկողության ծածկոցի տակ են, հա? Բայց եթե ամուսնացան, եթե իրենք չթողեն մայրը հայրը ինձ եւ Արմանին, իրանք չեն կարող ընտանիք ստեղծեն, որտեվ Արմանը բնավորությամբ ուժեղ մեկնայինքն ունի իր կարծիքները, այնտեղ կխրատի իմ անունը դիր, հորդ անունը դիր, տատուտ անունը դիր, հա, ունի այդ խիստ այդ պայմանները, իսկ ես էլ ինքս մի քիչ ունեմ լիդեր բնավորություն, որ կասեմ տղաս, եկեղեցի եկեք, էսի սենց արեք, այնին հենց արեք, հա, ու ինչ կանենք, գնաց, մարդու կնիկ իրար կտանք 24 ժամ։ Հետ ենք քաշվում մենք, գնացեք, Աստծո խոսքը ձեզ կտակ թողել ենք, սարքվեք Տիրոջ ժայռի վրա։ Կնոջդ հետ կընկնեք, կհելնեք, իրար կուտեք, իրար չեկուտ, իրար կսիրեք, իրար կչա, ինչ կանեք, թող Տերը ձեզ խրատի ու հանդիմանի, որտև եթե Տերն է հանդիմանում, հանդիմանվում ես։ Դու քո մեջ խաղաղությունդ մի տեսակ սենց խաղ բան, մինչև ասում ես Տեր կանեմ քո ասածը։ Այսօր առավոտ Տերը խոսք տվեց ինձի, Արման էլի ականջին մի բան ասեց տղուս։ Երևի ասեց, բայց իմ անունը կդնեք։ Գիտեմ արդեն, Աստծո ժողովուրդ, այսօր առավոտ Տերը խոսք տվեց ինձ եւ գիտեք այնքան անհանգստացնող էր, բայց գիտեք ինչ արեցի, մինչև հասնել այստեղ, այսպես խաղում էի, անեմ չանեմ, անեմ չանեմ, անեմ չանեմ, հենց հասածտեղ եմ որ իրա ներկայություն ասի, Տեր անում եմ, քո կամքդ, միայն քո կամքդ ես անելու եմ, որտեղ քո կամքը բարի է, քո կամքը հաստատուն է, քո կամքը իմ օգտին է, իմ անձի շինության համար է, անելու եմ Տեր, ինչ որ դու ուզես կանեմ։ Աստծո ժողովուրդ, Հիսուս ասաց Մատթեոս 19:6 համարում, այլևս ասաց, երկու չեն լինի, սամուսիների մասին է խոսքը, այլ մեկ մարմին,
այդ այն, որ Աստված միավորես, թող մարդը չբաժանի։ Wow։ Հիմա հասկացաք ծնողներ ինչի պետքա շատ զգուշանենք, չբաժանենք, որտեվ Աստծո պատիժը կգա մեր վրա։ Մենք իրավունք չունենք։ Կարող է վաղ իմ հարցս ունի մի տարբեր ոչ տարբեր ճաշակ։ Ինչա չի հարմարվում իմինին, ուրեմն ես պիտի այդ երեխուն անդադ ճնշեմ այնքան, մինչև իրան սարքեմ մեր նման։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Եթե իմ տղան այդ երեխուն սիրել է այդ ձև, ուրեմն իրանն է, թող գնան ու սարքվեն իրար հետ։ Ինքը չպետք է հարմարացնի ինձ, որպեսզի կան չէ տղաները, հայ տղաներ, եկեք անկեղծնենք էլի, աղջիկ են ընտրում, որ մամային դուր գա։ Լավ էլի, վերջ տվեք դա, մամային դուր չպետք գա, քեզ պիտի դուր գա, դու ես իրա հետ ապրողը, դու պիտի իրա վրա տիրես որպես տղամարդ, ինչն է դուրը չի գա սարքի, եթե սիրում ես, կառուցի Աստծո խոսքով, բայց մենք չլնենք պատճառ, որ հանկարծ այն, որ Աստված մեկ է արել, հանկարծ բաժանենք, սա մեղք է, մենք իրավունք չունենք, գիտեք, Մելանիս Ռոմանս մեզ ջահել տատիկ պապիկ են սարքել, տատիկ պապիկ ենք դառնում և մտածում ենք, ասում ենք Արմանը մեկ ասում է, Ռոման, Մելանի կատականում, ասում է, իմ մոտ երեխեքի վրա հանկարծ չխոսակ, ես չեմ սիրում, որ երեխու վրա խոսում են, և ես ասում եմ, Արման, դա քո տեղը չի, ամեն իրավունք ունեն իրենք իրենց երեխաներին դաստիարակեն այնպես, ինչպես իրենք են կամենում, իմ երեխաների դաստիարակության մեջ ոչ ոք իրավունք չի ունեցել խառնվի, ոչ ոք, ես իմ երեխաներին դաստիարակել եմ այնպես, ինչպես առաջնորդվել եմ, Փառք Հիսուսին, Աստծո շնորհքն էր, որ լավ երեխաներ եղան, դա Տիրոջ շնորհքն է, ես փառքը տալիս եմ իրան, բայց ես եմ արել, երբ որ խառնվեցինք մի քանի հոգի դաստիարակության մեջ, այդ երեխան ամենալկսված շփացած երեխան կդառնա, դա համար թողում ենք, պետք է տանք տեղ, տարածք, որ ծնող իր գործը անի, գիտեմ տատիկ ենք, պապիկ ենք, մենք ավելի շատ էքսպերիենսներ ունենք, բաներ կա կասենք, էսի ճիշտ, ավելի լավա լռենք, թող իրանք անեն երեխեքը, մենք իրանց ված չենք մեծացել, իրանք հետ նույն լավ ձևի կմեծացնեն իրանց երեխաներին, ամեն, Աստծո ժողովուրդ, ընտանիքներ են քանդվում, եկեք մենք չմիջամտենք ավելի քանդենք, հակառակը միակ տեղը, որ կմիջամտենք, եկեք ֆինանսով օգնենք, օրհնենք, աղոթենք, այսպես բաներով միջամտենք մեր երեխաների կյանքում, բայց ոչ թե մեր կարծիքներով ու նենց տիրելով, ես կեսուրն եմ, արդեն ուրիշ ձև քայլելով մտնեմ ներս, տողու կողմից եմ, կամ ես զոնքաշն եմ, սա ճիշտ չի, ընտանիքներ են քանդվում, ափսոսա, եկեք մենք օրհնություն լինենք այս երեխաների կյանքում, երկինք եմ նայում ամեն ժամանակ Արմանետ ու փառք եմ տալի, որ Աստծուց խնդրած լավ ընտանիք իմ աղջիկս ընկել, լավ ծնողներ, լավ տղա, այդ նույն աղոթքը սա, որ իմ տղաներս նույն ընտրություն անեն, ճիշտ, շատ կարևոր է ընտանիքը, գիտեք, շատ եմ լսում երիտասարդները ասում են, մերը հիրը ինչ կարևոր է, տղեն լավն է, տղուն է, մերը հերը ամենակարևորն է, նայի ծառին ու պատկերացա պտուղը, զգուշությամբ մոտենանք, զգուշությամբ թույլ տանք այդ ընտանիքները կառուցվեն, ովքեր կեսուր են, սենց մի աչկով են ինձի նայում, ես էլ եմ ձեր հետ, երկու հատ է տղա ես ունեմ, եկեք ուրախանանք այս Տիրոջ խորհուրդների համար, որտև սրա մեջ բերում է բժշկություն Տերը, հայկական ավանդույթները, սովորությունները, այդ նստու փչացնում է Տերը, Աստվածայինն է սարքում մեր մեջ, ովքեր են սիրում Աստծունը, ուրախացեք ուրեմն, ցնծացեք, այսօրվա քարոզի վերնագիրը, եթե Տերը չշինի, կետ, արդեն դուք պատկերացեք ինչ կլինի, եթե Տերը չշինի, քանդվելու է վերջ թե առաջ, և էլի եմ ասում, քանդվելը նա չի, որ տենակ բաժանվեց ընտանիքը, կարան մարդիկ իրար հետ ապրեն մինչև խորցերություն, իրար ատեն, իրար անիծեն, իրար անարգեն, իրար վիրավորեն, բայց մի տան մեջ ապրեն, որովհետև հազիվ վարձ են տալի, դա Աստծուց չի, Աստված ուզում է մեր ընտանիքում թագավորի սերը, միասնությունը, խաղաղությունը,
իր պատուղները, ամեն։ Տունը, այսինքն ընտանիքը, եթե կառուցված չլինի Քրիստոս Հիսուսի խոսքի, այդ ժայռի վրա, այսինքն միասնություն, սիրո, հարգանքի, խոսեմ մի պահ հարգանքի մասին, հա, շատ կարևոր է հարգանքը։ Ընտանիքում պետք է հարգանքը առաջնակարգ լինի, հարգանք սեր, հարգանք։ Աստծո ժողովուրդ, ես որ տեսնում եմ տղամարդիկ հայհոյում են կանանց կամ հայհոյանքով են խոսում, սա ինձ իսկապես խանգարում է։ Քո կինը քո սրբությունն է։ Քո կնոջ մոտ այդ խոսքերով պետք չի խոսես։ Գիտեք, շատ տղամարդիկ հիմա կասեն, էսից ծայրահեղ տեղեր ա մտնում։ Քո կնոջ ականջները պետք է դու մաքուր պահես նման խոսակցականից, որտեղ քո հետ ա շփվում, դու ես իր կեսը, դու ես իր մտերիմը, վերջ թե առաջ իր խոսակցականն է կփոխվի, կդառնա այդ նույն խոսակցականը, զգուշանանք, նես չի ոչ մեկ չի արել կամ ոչ մեկ չի լսել դա, բայց զգուշանանք, վերջապես մենք Աստծո մարդ ենք, այս նույն բերանից չի կարա համ Աստծո անունը օրհնությունը ելնի, այս նույն բերանից հելնի անեծք հայհոյանք, ես չեմ պատկերացնում, նես չի չեմ լսել, մեր ընտանիքում էլ եմ լսել, երբ որ դեռ Աստծունը չենք եղել, բայց 16 տարի է նման խոսքեր, ապուշ բառի համար ես իմ երեխեքին պատժում եմ, այդ ինչ կեղտոտ բառ եք ասել, հետո որ կողքից խոսում եմ, ասում եմ պատժել եմ, ինչի համար, ապուշ բառի համար ծիծաղում են վրես, չէ, թեկուզ այդ ապուշ բառը, դու նրա վրա հիվանդություն ես դավանում, հա? Զգուշանանք ինչ ենք խոսում, ինչպես ենք ապրում մեր կյանքը, ամեն։ Երբ փոթորիկները եւ փորձությունները կան, որը գալու են, ոչ մեկ չասի, որ ընտանիքում հարվածներ ու փորձություններ չեն գա, կգան եւ ոչ ոք չգիտի ինչ կլինի այդ փորձությունը։ Այդ տունը, որը ավազի վրա է կառուցված, քանդվելու է, չի մնա կայուն այն։ Մատթեոս 7:24 համարում Հիսուսը մի հատ գեղեցիկ օրինակ տվեց, ուզում եմ ուշադիր լսենք։ Այդ ամեն ով որ իմ խոսքը լսում է եւ նրանց կատարում, նմանեցնում է մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Ժայռը ուրեմն հասկացանք Հիսուսն է, իր խոսքն է։ Փորձությունը նայեք եկավ, ասում է եւ անձևները եկավ, գետերը վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին եւ նա չկործանվեցավ, որովհետեւ ժայռի վրա հաստատված էր։ Սա է Տիրոջ կամքը, որ մենք այս իմաստունները լինենք։ Իսկ հիմա երկրորդ օրինակը լսեք։ Ասում է ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է, հիմա շատերս լսում ենք, եւ նրանց չի կատարում, թռուցիկ լսում ու ասում ենք, դռնից դուրս մի հատ հայհոյում ենք մեր կնգան, հա? Կամ ամուսնուն անհնազանդ ենք գտնվում, լսեք ինչ ասում։ Եվ նրանց չի կատարում, նա կնմանվի մի անխելք մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա, այսինքն ավազը ինչն է, հողը, հողն էլ մարդը հողից է ստեղծվել, այսինքն ունայն մարդկանց կարծիքների վրա, ոչ կայուն հիմքի վրա, քանդվելու է այդ տունը վերջ թե առաջ։ Եվ շարունակում ասում է, եւ անձևները եկան, գետերը վարարեցին, քամիները փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանվեցավ, նրա կործանումը մեծ էր։ Աստծո առաջին մենք ուխտ ենք անում, ամուսին եւ կին, դու գիտեք դա ինչ է, Աստծո առաջ ուխտ, եկեք այդ ուխտը շատ լրջորեն ընդունենք, իմաստունը իր տունը կառուցում է ժայռի վրա, Աստծո խոսքի վրա, սա նշանակում է Տիրոջ խորհուրդներով է կառուցված, Տիրոջ հոգով է առաջնորդվում ամեն բան, ոչ թե զգայուն պահի տակ ինչ խելքը փչեց անի, այլ հոգով է առաջնորդում, իսկ հիմար մարդը ավազի վրա, ինչպես ասացի, սրա նրա կարծիքների վրա, թույլ տվեք ձեզ ասեմ, մարդը չունի բավական իմաստություն, որ քո տունը կամ քո ընտանիքը կամ քո հարաբերությունը ամուսնու կնոջ հարաբերությունը շինի կամ ծնող երեխա հարաբերությունը մարդը չունի այդ իմաստությունը, այդ բավարար իմաստությունը դա անելու,
Միայն Տերը կարող է միջամտել այդ անձնական տեղերը, որ ամոթ է նույնիսկ այդ մասին խոսելը։ Միայն Տերը կարող է մտնել այդտեղ ու տեղ բժշկություն բերել, որտեղ որ չի թույլ տա քանդվի այդ տունը։ Ամեն։ Հիշեցնեմ վերնագիրը մեկ անգամ եւս։ Կխնդրեմ բոլորս միասին ասենք այս խոսքերը. Եթե Տերը չշինի տունը։ Մտքումդ հիմա մտածի, ով է շինում իմ տունը։ Իմ ընտանիքը ինչ հիմքի վրա է գցած։ Գիտեք, Աստվածաշնչում ամենամեծ հարվածը, որ եկավ ընտանիքի վրա, դա Հոբի ընտանիքն էր։ Սատանան ըստ պատմության, երբ որ նայում ենք, պատմությունը երկար է, չեմ ուզում բոլոր պատմությունը հիմա հիշեցնեմ, ըստ Աստվածաշնչի պատմությունը մենք գիտենք, թե ինչպես Սատանան հատուկ թույլտվություն ստացավ, հարձակվելու Հոբի ընտանիքի վրա։ Հիմա ուշադիր նայեք, նա Աստծուն ասաց, դու սրան առատորեն օրհնել ես, սրա ընտանիքն ես օրհնել, հարստություն ես տվել, առողջություն, ամեն ինչ տվել ես, դրա համար էլ ինքը քեզ սիրում է եւ երկրպագում է։ Ասաց հələ մի հատ կպի իր ընտանիքին։ Սա մեզ օրինակ պիտի լինի այսօր։ Ասաց գնա եւ կպի Հոբի ընտանիքին։ Եվ ասաց այն ժամանակ կտենանք նրա իրական դեմքը, թե արդյոք նա քեզ սիրում ու երկրպագում է։ Ուշադիր լսեք Աստծո ժողովուրդ։ Ամենադաժան փորձությունները ու փորձանքը, որ եկավ, դա Հոբի վրա եկավ։ Եվ գիտեք ինչ եղավ։ Մինչ ասեմ, թույլ տվեք ասեմ, որ մարդու տան կառույցը իրականում բացահայտում է, թե ինչ հիմքի վրա է գծված տունը փորձության ժամանակ, եւ փորձությունը գալիս է նրա տունը։ Հիմա նայեք, Հոբի ընտանիքի վրա հարձակում եկավ, Սատանան բերեց, ոչ Աստված, Սատանան բերեց, ֆինանսների վրա բերեց հարձակումը, առաջի հարձակումը, մի օրվա մեջ ամեն բան Հոբը կորցրեց, առաջինը ֆինանսների վրա, նա չափազանց հարուստ մարդ էր, ամեն հարստությունը ծառաներով, այն ոչխարներով, սա կորցրեց, մի օրվա մեջ, դա հələ չեր ավարտե, եկան ասեցին երեխաներդ մահացան, 7 տղա ուներ, 3 աղջիկ ուներ, իհարկե երեխաները չէին ապրում Աստծո կամքի համաձայն, դրա համար Հոբը միշտ աղոթք էր անում տերների, նրանց մեղքերը, զոհեր էր մատուցում, բայց խփեց թշնամին, դրա համար ստեղ է պետք է զգուշանենք, երեխաներ, երիտասարդներ, բաց թողած դուռ չունենանք մեր կյանքում, խփեց, 10 երեխան Հոբի մահացան, պատկերացեք, ֆինանսները կորցրեց, 10 երեխան մահացան, Հոբի վրա եկավ հիվանդություն, ամբողջ մարմինը պատել էր վերքերով, ցավերի ու տառապանքի մեջ էր Հոբը, կորցրեց հարաբերությունը իր ընկերների հետ, կորցրեց հարաբերությունը իր կնոջ հետ, հոգևոր կյանքի վրա ուժեղ հարձակում էր Հոբի, հարձակման ենթարկվեց Հոբի ողջ ընտանիքը եւ կորցրեց ամեն բան, բայց որովհետեւ Հոբը ինքը անձնական կառուցված էր Աստծո ժայռի վրա, իր հավատքը նա շարունակեց նույնիսկ այդ սարսափելի իրավիճակի մեջ Աստծուն սիրել, երկրպագել եւ Աստծուն միայն ու միայն Աստծուն հուսալ։ Հարվածը սաստիկ էր Աստծո ժողովուրդ, բայց իմաստությամբ ու արդարությամբ էր Հոբը շարունակում Աստծուն աղաղակել։ Ճիշտ է, պահ եկավ մեղադրեց Տեր, Երանի անիծված ելներ իմ ծնված օրը, բաներ ասեց, բայց Աստծուն անձամբ ուղված ոչ մի չար բան չասեց։ Երբ որ հիվանդության տառապանքի մեջ էր, նրա կինը նրան ասեց. բավական է Աստծուդ պաշտես, բավական է Աստծուդ մեծարես, նա ինչ արեց մեր ընտանիքը, ասաց հայհոյիր Աստծուդ ու մեռիր։ Հոբը գիտեք ինչ պատասխանեց, Հոբը մի տղամարդ էր, որ կորցել էր ամեն բան, բայց շուռ եկավ ու իր կնոջը ասաց, հիմար կնոջ պես ես խոսում, ուրեմն մենակ Աստվածանից բարիք ստանանք եւ ոչ թե չարիք, եւ այս ամենի մեջ ասում է Հոբը մեկ անգամ չմեղանչեց Աստծո առջև խոսքով, այսինքն սխալ բան չխոսած Աստծո վրա, բայց հիմա նայեք ինչ խոսքեր է Հոբը ասում, 1:21 ասում է, մերկ եմ դուրս եկել իմ մոր արգանդից, մերկ էլ պիտի դառնամ այնտեղ, Տերը տվեց, Տերն էլ առավ, Տիրոջ անունը օրհնյալ լինի, այս ամենի մեջ Հոբը ասում է չմեղանչեց եւ Աստծուն անզգամությամբ
անզգամություն չտվեց, այսինքն ոչ մի սխալ խոսք չխոսեց Աստծո դեմ, ինչու, որտեղ նրա հիմքը առողջ էր, նրա հիմքը Քրիստոս Աստված էր, նա չէր շարժվում տեղից ամենասարսափելի, ամենաահավոր փորձությունների ու փորձանքների մեջ, գիտեք ինչ կատարվեց, Սատանան նրանից գողացավ իր հաջողությունները, ամեն բան, արդեն ասացի, բայց մեկ բան չկարողացավ փչացնի Հոբի մեջ, դա էլ Հոբի հավատարմությունը Աստծո նկատմամբ։ Տեսնում եք Աստված որքան է գնահատում այս վարքը, գիտեք ինչ կատարվեց Հոբի կյանքում, փորձությունը եկավ, ամեն բան փչացավ, բայց մի կարևոր տեղ ենք տենում, որ Հոբի վերջը ավելի օրհնված եղավ, քան թե նրա սկիզբն էր։ Մենք տեսնում ենք, ասում է Աստված Հոբ 42:12 Աստված օրհնեց Հոբի վերջը նրա սկզբից ավելի։ Ուրեմն ասում է նա ունեցավ 14000 ոչխար, 6000 ուղտ, քառապատիկ ավելա տվե Տերը։ Ասում է 1000 եզ, 1000 մատակ էշ, 7 որդի, 3 աղջիկ, ասում է նրա աղջիկները էս նոր ունեցածը, ասում է գրածա չէ քառապատիկ Տերը տվեց, ասում է իր աղջիկների նման գեղեցիկ աղջիկներ չկային։ Եվ ինչ ենք հասկանում քառապատիկ, որ ուրեմն Հոբի մնացած երեխաներն էլ են երկնքում։ Այսինքն էլի չի կորցրել, էլի պիտի իրանց միանա, եւ ասում է նրան այնքան օրհնեց, որ 140 տարի Հոբը ապրեց, ասում է իր կյանքից կշտացած, առողջ, ուրախ գնաց երկինք։ Կապ չունի ինչ փորձություն կգա քո կյանքում, կտենաս բաներ խախտված ընտանիքիդ մեջ, հոգով պատերազմի դրանց համար, չհանձնվես, գիտեք ով է հանձնվողը, այն որ իր հաղթանակը Աստված արդեն հոգով տվել է իրան, առնի իր հաղթանակը տաս թշնամուն, չհանձնվես, եթե խնդիրդ երեխա տա, շարունակի աղոթել երեխուդ համար, Աստված կհնազանդեցնի նրան, եթե խնդիրդ քո մայրը տա, հայրը տա, աղոթի նրա համար, բայց երբեք չհանձնվեք ու թշնամուն չուրախացնեք միմյանց հետ, միմյանց թշնամի տենալով, որովհետև սա Աստծուն հաճելի չի։ Այն ինչ ցանենք, դա հնձելու ենք Աստծո ժողովուրդ։ Եկեք ցանենք բարին, որ վաղը մեր երեխեքից պտուղը բարին քաղենք։ Եթե մենք դառը պտուղ ցանենք, հա, դառը պտուղ ցանենք, մեր երեխեքն է դառը մեզ են տալու։ Եկեք բարին ցանենք։ Եկեք բարին անենք, որովհետև Սատանան վարպետ է եղել, փչացրել է շատերիս ընտանիքները, շատ ոլորտներում փչացրել է, բայց այսօր խոսքը հասանելի է, այսօր երկինքը ճեղքել է Տերը, մանանա է կերակրում մեզի ու ասում է կա փրկություն, աղոթի, պայքարի, պատերազմի ընտանիքիդ համար։ Այսօր միգուցե դու լուծումը տենում ես բաժանումը, բաժանվելու են, վերջացավ, էդի տղամարդ չի դառնա, ուշադիր լսիր։ Քայլերը 10 անգամ չափիր ձևիր նոր գցիր, որովհետև դա քո կյանքում կբերի անեցք եւ նաեւ երեխաներիդ կյանքում կբերի անեցք, չմոռանաք նրա թիրախավորումը թշնամու մարդուն տապանելու համար է, մարդուն տապանելու համար է, ինչու մենք թշնամուն հանձնենք մեր կեսը։ Երբ որ ես պատերազմում էի Արմանի համար, հիշում եմ այդ առաջի անգամ, որ աղոթ կարեցի եւ Սուրբ Հոգով հովիվս խոսած իմ հետ եւ ես առա խոսքը, որ դու պիտի փոխվես մինչ նրա փոխվելը, որովհետեւ դու շատ հպարտ ես, դու քո կարողության, քո ուժերի վրա ես դրել, դու պիտի փոխվես, եթե ուզում ես Արմանը փոխվի եւ գիտեք ինչ մտածեցի, իմ առաջի աղոթքը, որ բարձրացեցի, բարձրաձայն ասացի Սատանա, ես իմ կեսին քեզ չեմ տալու, իմ կեսը Աստծունն է դառնալու, ահա, կապ չունի, իչքան ժամանակ կտևի, պատերազմեք, պայքարեք ձեր ընտանիքների համար, երբ որ կայուն եւ առողջ եղավ քո ընտանիքը, ինքստինքյան քո հարաբերությունը թե ծնողների, թե հարազատների հետ էլ լավ լինելու, առողջ ընտանիքը միշտ վարակիչ է, կողքերը վարակում է միշտ բարին, հիշեք, արեք դա, պատերազմեք ու պայքարեք, ամեն, հնարավոր է, որ այս քարոզը այսօր Աստված այստեղ տվեց, որովհետև եկեղեցում
Ոմանք անցնում են ընտանեկան ծանր փորձությունով եւ որոշման առջև են կանգնել։ Աչքերդ բաց հոգեվոր ու տես իզուր չի, որ դու այսօր այստեղ ես գտնվում։ Չհանձնվես, որովհետև թշնամու ուզածը դա է, որ դու հանձնվես։ Եթե դրսևանց քեզ ավելի լավ բաներ է առաջարկում, հիշիր, դա թշնամին է, դա Աստծո կամքը չէ։ Հիսուս մեզ օրինակը տվեց իմաստուն մարդու, որ կառուցում է իր տունը ժայռի վրա։ Աստծո խոսքը ընթերցեք, կերեք։ Ինչքան ընտանիքներ չէ փրկեց Աստված ստեղ։ Անուններ չեմ տալու։ Ոմանք շատ այն ծայրահեղ իրավիճակի մեջ էին, այսինքն անդունդի առջև, արդեն բաժանվելու էին։ Հասկացողը հասկացավում հետ եմ խոսում, բաժանվում էին։ Որովհետև ամուսինը դավաճանել է եւ վերջ, էդի արդեն խնդիրներ բաժանվելու։ Ասացի, եթե դու բաժանվես, դու դիմացի թշնամուն այդ աղջկան տալիս ես առիթ, որ առիմ կեսը քեզ երբեք պատերազմի այն ինչը քոնն է։ Ոչ ոք չկա աշխարհում, որ չանցնի փորձությունով։ Ոչ մեկ չասի ինքը արդար է եղել։ Ոչ ոք չասի մարդը տենց բան չի արել։ Սուտ եք խոսում, որովհետև Հիսուս ասաց նույնիսկ մտքում մեկի ցանկանա արդեն ինքը շնություն գործել է։ Ինչ եմ փորձում ասեմ, չտակ ձերինը ուրիշին։ Քո կեսի համար պայքարի ու պատերազմի մինչև վերջ։ Այսօր ես երբ որ այս տարածքից կիջնեմ գնալու, ես ոչ մեկի հետ չեմ խոսալու, որտեղ գիտեմ շատերը ջղայնացած վրաս են նայում։ Ախր որոշումը կայացրել էինք, ինչի դու հիմա միջամտեցիր ու ինձի ուրիշ տեղ տարար, որ ես հիմա պայքարեմ դրա համար։ Լսեք ժողովուրդ, այս կյանքը այնքան կարճ է, թող ձեզ չգերի ուրիշը, թող ձեզ չգերի ուրիշի սուտ ու փուջ ու ունայն այդ զվարճանքները, որ դու ավելի երջանիկ կնես, եթե քո կողակցին բաց թողես, սուտա անեց կբերես երեխաներիդ վրա, չբացեք այդ դուռը, ովքեր էլ աշխարհում բացել եք, հիմա փակեք այդ դուռը, աղոթեք ու Աստծո առաջնորդությամբ ձեր մնացած որոշումները կայացրեք կյանքում։ Ես էլ եմ կանգնած եղել մի եզրի, որտեղ բաժանվում էի, թղթերը տվել էի ներս, բաժանվում էի, դա էր իմ որոշումը։ Ինչու եմ համարձակ ասում, որտեղ փառք եմ տալի Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, իմ Աստծուն, իրական Աստծուն, կենթանի Աստծուն։ Երբ նա ներս մտավ, մեկ անգամ արդեն թղթերը տված բաժանվում եմ, ձայն եմ լսում, ու մինչև առ օրս ես չեմ կարողանում դա դեռ հասկանամ, իրական ձայներ, թե սրտից ձայներ Տերը խոսում, բայց Տերը առաջի անգամ իմ հետ որ խոսել է, այդ ձայնով է խոսել։ Ասաց չբաժանվես, մենակ այդ խոսքը։ Ու ես մտածում եմ ով է իմ հետ խոսում, ու ես զգում եմ, որ սա մարդկային ձայն չի, սա Աստված է։ Աստծո ժողովուրդ, չհասկանալով խոնարհվեցի այդ ձայնին։ Եվ հենց այդտեղ իմ տունը կառուցվեց։ Գիտեք, հիմա մենք Քրիստոս ժայռի վրա ընտանիք ենք ամուր։ Ձեզ չտվա փոթորիկներ չեն գալի, լինում անհասկացողությունը, բայց մենք ամուր ենք ամուսիններով, որովհետև մեր մեջտեղում այլևս մարդ չի, մեր մեջտեղում Քրիստոսն է կանգնած, եւ Քրիստոսն է այն գլուն, որ մեզ կապում է իրար։ Պատերազմեք ձեր ընտանիքների համար։ Այսօր շատ խիստ, ովքեր որ չորեքշաբթի եկել էի, կհիշեք էլի Սուրբ Հոգին հաստատեց, չեմ իմանում ոնց հաստատեց ընտանիքի այս քարոզը, այսօր շատ խիստ Տերը խոսում է մեր սրտերի հետ, ամուր բռնեք ձեր կողակիցներին, սիրեք նրանց, ինքը քեզ չի սիրում, դու օրինակ ծառայի ինչպես սերը որն է, իրական սերը, եւ ավարտում եմ այս խոսքերով, սա է իրական Քրիստոսի հիմքը ընտանիքի, ամուր բռնեք այս խոսքերը Աստծո ժողովուրդ, Առաջի Կորինթացիս 13:4-7 համարը, հայտնի համար եւ սա մեր համարը, սերը երկայնամիտ է, քաղցր է, չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի